Բոլորիդ բարի երեկո, մի հատ սպասենք մեր հետևորդները մտնեն եթեր։ Մի քիչ լավ տրամադրություն էլի ձեզ նվիրեմ։ Բարևներ, այնքան ուրախ եմ, երբ եղանակը լավ է, բայց այսօր մի քիչ տրամադրությունս ճիշտն ասած այդքան էլ լավ չի։ Ցավոք սրտի ամեն օր եթե մենք մենակ լավ լուրեր լսենք, մենք երջանիկ կլինենք, բայց երկիրը փոքր չէ, 3 միլիոն 150 հազար մարդ ապրում Հայաստանում եւ ցավոք սրտի լինում են տխուր դեպքեր։ Այսօր ես կուզենայի սկսել իմ եթերս դրանից, որ Ջրարատ համայնքում շատ վատ դեպք է եղել, մի հատ տղա 16 տարեկան ընկել է էլեկտրիչքի տակ ու ես կարդացա, որ Արցախից այդ ընտանիքը ցավոք սրտի մահացավ այդ երեխան, ցավակցություն եմ հայտնում եւ կուզեի նշել, որ ես արդեն իմացել եմ մոտավորապես ինքը որտեղ է ապրել, իր ընտանիքը եւ փորձեմ իմանամ կարիք ունեն թե ոչ, եթե կարիք կա, որ օգնենք, ես անպայման այն հետևորդներս, ովքեր մոտակա ժամանակ ուզենալու են օգնեն, ես կխնդրեմ, որ իրանց վրա օգնություն ուղարկեն։ Նորից ցավակցություն եմ հայտնում։ Ասեմ, որ այսօրվա եթերը լինելու է մեր բիզնեսմենների մասին, քանի որ երևի դուք գիտեք, որ Դեմիրճյանի անվան այդ դահլիճում անցել է այդ մեծ հարսանիքը, որի մասին այնքան են գրել, որ ես ճիշտ ասած даже մի մոմենտ զարմացա, մտածի թե չեմպիոնատ какой-то там прошел, да, բայց չէ, ընդամենը հարսանիք, մեծ հարսանիք, հարուստ ընտանիք, հարուստ հարսանիք, ու սաղ Երևանը, այո, Գայնե ջան, այո, ու սաղ Հայաստանը հիմա խոսում են այդ հարսանիքի մասին, սաղ Հայաստանը գրում են այդ հարսանիքի մասին եւ կուզենայի մեր եթերում մենք մի քիչ ընդհանրապես խոսանք հարուստ մարդկանց մասին եւ ինչու այսքան մեծ ուշադրություն է, հա, այն մարդկանց վրա, ովքեր, այսպես ասած, ավելի հարուստ են, քան թե ես եւ դուք։ Գիտեք, да, Спасибо большое։ Բարի երեկո, Հասմիկ ջան, ձեզ էլ բարի երեկո։ Բարև ձեզ, Հայեր ջան, Մկրտչյան ընտանիքին մեծ բարևներ։ Շնորհակալություն, շատ շնորհակալ եմ, շատ։ Եկեք մենք սկսենք, գիտեք ոնց եթերը։ Եկեք մի հատ հարց տանք մեր հետևորդներին։ Ոնց եք դուք վերաբերվում հարուստ մարդկանց, հա, նկատմամբ։ Եկեք ես դրանից հարցնեմ։ Այսինքն, երբ մարդ շատ հարուստ է, ոնց եք դուք վերաբերում։ Դուք գրեք ձեր կարծիքը, ես գրեմ իմ կարծիքս։ Բայց դուք գրեք ձեր կարծիքը։ Երբ ես տենում եմ հարուստ հայ կամ հայուհի, ես ուրախանում եմ։ Երբ ես տենում եմ հարուստ հայերին եւ ես լսում եմ, որ մեզ ունենք շատ հարուստ հայեր, ես շատ ուրախանում եմ, քանի որ ես գտնում եմ, որ ինչքան ավելի շատ հարուստ լինի հայերը Հայաստանում, այնքան ավելի հարուստ է լինելու Հայաստանը, քանի որ ինչքան ավելի շատ հարուստ հայ ուզենա բիզնես բացի Հայաստանում, դա նշանակում է ավելի շատ մեզ կունենանք մենք աշխատանքային տեղեր։ Սա ինձ թվում է շատ հասարակ կարակ բոլորը, հա, ինձ հետ համաձայն լինեք կամ համաձայն չլինեք, բայց ես տենց եմ մտածում։ Հիմա տեսեք, հարուստ հայերի հանդեպ ոչ մի վատ միտք ինձ չունեմ եւ չի կարա լինի, բայց ցավոք սրտի ես կարդում եմ ահագին կարծիքներ հարուստ մարդկանց մասին, քննադատություն, բամբասանքներ, հա, ինչ որ պրետենզիաներ, եկեք մի հատ հասկանանք, եթե մենք խոսում ենք Խաչատուր Սուքիասյանի մասին կամ Վարդանյան եղբայրների մասին, հա, ովքեր բոլորը դրանք, հա, ահագին նալոգներ են մուծում պետությանը ու ահագին աշխատանքային տեղեր ունեն։ Հիմա էլ այս արդեն մի օրա, да, Валя, согласен полностью, дорогая Валя, մի օրա խոսում են այդ հարսանիքի մասին, որ այդ Վիվարոյի Վիգենը ինչ խոշոր գումարներ է ծախսել, այս Կարինե, добрый вечер, дорогая, եւ այլն։ Հարգելի բարեկամներ,
Բարի երեկո Ռուզանա ջան։ Ինքը ինչա մեր փողերն է ծախսել։ Եկեք մի հատ հասկանանք։ Իմ հետևորդներս գրել են, որ այդ Դեմիրճյանի անվան դահլիճում ոնց է ինքը արել հարսանիք։ Շատ հասարակ, դուք էլ կարաք Դեմիրճյանի դահլիճը գումար տաք, արենդան տաք ու վերցնեք այդ դահլիճը։ Դա մեծ տենց բան է, հա, խնդիր է։ Վարդանյան եղբայրները հոյակապ տղերք են, հոյակապ շենքեր են սարքում իրանց աշխատակիցների համար, ժողովուրդ ջան, շենքեր են սարքում իրանց աշխատակիցների համար, Երևանում արդեն ունեն այդ շենքերը, հիմա էլ Մասիսում են սարքել շենքեր, Grand Tobacco-ում ովքեր աշխատում են, եւ այդ մարդիկ, ովքեր իրա մոտ աշխատում են, իրանց աշխատավարձից փող են վերցնում, եւ բայց իրանք արդեն աշխատում են եւ ապրում են հոյակապ տան մեջ։ Պատկերացնում եք ինչ տրամադրությամբ են գալիս աշխատանքի իր աշխատակիցները։ Ոնց կարելի է вообще ինչ որ բան խոսալ Վարդանյան եղբայրների մասին, թեկուզ Խաչատուր Սուքիասյանի մասին։ Խաչատուր Սուքիասյանը իր կարծիքը կյանքում չի փոխել, այսինքն ոնց ժողովրդի հետ եղել է, նենց էլ մնում է ժողովրդի հետ։ Ոնց եղել է ժողովրդի հետ, նենց էլ մնում է։ Մի հատ մարդ, ով սիրտը երեքած ստենդ ունի, բայց ինքը կարա, չի ասա, չէ, ավելորդ ինձ պետք չի ներվայնանալ եւ այլևն եւ այլն, բայց տեսեք ինքը մեկ նենց է ներվայնանում, ես ամեն անգամ մտածում եմ, որ այդ մարդը, որը դիետայի վրա է ու սրտի խնդիրներ ունի, ոնց է ինքը այդ լրագրողների հետ, լկտի լրագրողների հետ ընդհանրապես գործ ունենում։ Ալիս Տերտերյան, մի հատ դուք սմայլիկներ եք գրել եւ խնդում եք։ Մի հատ գրեք ինչի մասին է, էլի խոսքը գնում, ինչով եք դուք խնդում, մի հատ գրեք Ալիս ջան։ Ինչ որ փաստեր ունեք, որ իրանք լավը չեն, մի հատ գրեք, խոսքի ազատությունը, խնդրեմ, գրեք։ Ինչն է, որ ձեզ դուր չի գալիս այդ մարդկանց մեջ։ Մի հատ հասկանամ։ Գուցե դուք ասեք Գագիկ Սարոկյանը ավելի լավն է, քան թե Վարդանյան եղբայրները։ Կարող է տենց բան գրեք։ Կամ էլ գուցե ասեք Տաշիր Սամոնը լավը։ Օրինակ ինձ դուր չի գալիս Գագիկ Սարոկյանը։ Ես գտնում եմ, որ ինքը հանցագործ է եւ ոչ թե գտնում եմ տենց էլ կա։ Ինձ Գագիկ Սարոկյանը ով էլ ինչ ասի, ես կյանքում իրան չեմ կարող գովամ։ Այդ մարդը սիրտ չունե։ Եվ вообще Սարոկյանի պահվածքը միշտ եղել է լակտի ու հանցագործի պահվածք։ Ու ով ուզում է ինչ ուզում է ասի, ինձ կարծիք ունեմ դրա վրա։ Կամ էլ կարող է Արա Աբրամյանը նորմալ բիզնեսմեն է։ Ճիշտ է Հայաստանի բիզնեսմեն չի, բայց էլի։ Ալիս ջան, մի հատ գրեք, էլի այն մարդիկ, ովքեր YouTube-ում են նայելու, ասեմ, որ հիմա իմ եթերում Ալիս ինչ որ սմայլիկներ ա դրել, լուրջ եւ հարցական sense, հա, բաներ ա գրել։ Նա հասկանամ, եթե դուք համաձայն չեք, գրեք։ Ինչի հետ դուք համաձայն չեք, մի հատ գրեք։ Վարդանյանների եղբայրներ, այդ Վարդանյան եղբայրները նորից եմ կրկնում։ Դուք գիտեք ինչ որակով ապրանքներ են իրանք արտադրում։ Ու ոչ մի վաղ իրանք քիթը ոչ միտեղ չեն կողում։ Ինչով եք դուք խնդում, ես չգիտեմ։ Հիմա անցնենք լավ, Vivaro-ի թեմայի վրա ֆիքսվենք։ Այսօր իմ կոմենտներում գրում էին, որ սաղ մեծամեծեր եղել են այդ հարսանիքում, բայց ձևի մեծ հարսանիք են արել։ Մի հատ հարց տամ։ Իմ փողերով են արել, թե ձեր փողերով են արել։ Ինձ թվում է իրանց փողերով են չի արել։ Ինչ խնդիր կա, որ իրանք ամենամեծ խոշոր նալոգներից մեկն են մուծում եւ տենց հարսանիք են անում։ Գիտեք, ես ընդհանրապես ինձ հետաքրքիր չի Մարինե ջան, բարի երեկո։ Ինձ օրինակ հետաքրքիր չի, ձեզ ինչքան փող ունեք եւ որտեղից է այդ փողը։ Կարևորը որ դուք վնաս չտաք պետությանը։ Ես իմ եթերներում, եթե քննադատել եմ, մենակ քննադատել եմ Տաշիր Սամոյին, Գագիկ Սարոկյանին, ովքեր պաշտպանում են Ռուսաստանը, ովքեր այդքան էլ հայրենասեր չեն։ Բայց կյանքում ինձ հետաքրքիր չի եղել ուրիշի գումարները, ուրիշի փողը։ Եվ ես զարմանում եմ, այդ մարդիկ հարսանիք են արել, երեք իրանց տանը եղել է երջանկություն, չէ։ Երբ Գագիկ Սարոկյանը մարդիկ գնում են Երաբլուր,
համարյա 5 տարի առաջ պատերազմ ա եղել, 44 օրվա պատերազմից հետո Գագիկ Սարոկյանը հարսանիք արել։ Այն վաղ մենք քննադատել ենք, ոնց կարած դու слушай, մի ամիս հալյան մարդ կա որ անհայտ կորած է, մարդ կա որ դիակը вообще չեն գտել, հա, սարերում ոսկորները չեն հավաքել։ Դու ոնց ես Գագիկ Սարոկյան հարսանիք անում։ Այն վաղ դա ճիշտ էր, բայց հիմա խաղաղություն է, այդ մարդը իր գումարներով հարսանիք արել։ Ինչու՞մն է խնդիրը, մի հատ հասկանանք։ Ինչու՞մն է խնդիրը։ Դեմիրճան դահլիճը դա եթե լինել օպերան, ես կամսեի դուք ինչ իրավունք ունեք օպերայի դահլիճում հարսանիք անեիք, հասկանում եք, բայց спортивный комплекс Карена Демирчана это помещение, где любой человек может взять в аренду помещение, вы тоже можете сделать, да, и сделать свадьбу. В чем проблема? Ինչու՞մ նախնդիրը, մի հատ հասկանանք։ Բայց եթե ինքը չսարքի այդ ձևի հարսանիք, ով պետք է սարքի։ Իրան բիզնես ունի, իրան ահագին гумарներ ունի, ինքը սարքում է։ Знаете, позвольте я перейду на русский язык. Я не представляю, что такое вот вообще зависть. Я реально знаю, что такое зависть, да, когда люди завидуют, но я не знаю, каково это чувствовать зависть. Я не понимаю, как я могу чувствовать зависть к другим людям, да. Мы можем осуждать и критиковать богатых людей, если они антигосударственники, если они, как Ташир Само, да, как говорят украинские СМИ, замешаны в спонсировании батальона Арбат. Мы можем критиковать бизнесмена или олигарха, если пропал какой-то мужик, которому принадлежал торговый центр, и после этого этот торговый центр стал его собственностью. В этом случае я критикую олигархов. Ну, какую они свадьбу сыграли, сколько они денег потратили на свадьбу. Вот прекрасная наша подписчица написала, что она желает счастья молодым. Абсолютно. Абсолютно. Счастье молодым, неважно, богатая семья это или бедная. Это их деньги, ребят. Нам зачем считать? Алиса Гриля, Миваркян, գոնե դուք խնդիր չեք տեսնում կամ չեք ուզում տեսնել, բայց դա չի նշանակում, որ այդ խնդիրը չկա կամ էլ չի եղել։ Տեսեք, դուք բարեր եք գրել, Ալիս ջան, կոնկրետ ես գրում եմ ինչու՞մն է խնդիրը։ Դուք գրում եք հիմա օբշի բարեր, Ալիս ջան, կոնկրետ գրեք ինչու՞մն է խնդիրը։ Այսինքն Վարդանյանների այդ եղբայրները ես որ գովում եմ, ինչու՞մն է խնդիրը։ Ինչն է իրանց բանը։ Племянник Վիգենը племянник։ Ինչու՞մն է խնդիրը։ Այդ Վարդանյանների եղբայրները ինչ վատ բաներ արել։ Սկրոմնը տեղերք են, սաղ վաղտ փողեր են օգնում սաղ Հայաստանի մասշտաբով, սաղ վաղտ տներ են սարքել անվճար տվել, հետո այդ աշտարադավարձից վերցնում են։ Ինչն է խնդիրը։ Նրանց գումարները մարդկանց քանդված տների հաշվին է ստեղծվել։ Ում վիվարոների վիվարոյի մասին է խոսքը։ Օքեյ, եկեք խոսենք դրա մասին։ Давайте поговорим. Спасибо большое, Светлана. Давайте поговорим теперь о игромании. Виваро это не только, да, не только офисы, где деньги, тотализаторы. Да? Вот смотрите, мы все говорим, что владельцы Виваро это тотализаторы. На территории Армении, да, вы знаете, практически к нулю сведена реклама тотализаторов. И никто не сюсюкался с братьями этими, да, никто. Я сейчас рассказываю. И все эти рекламы были сняты со всей страны, правильно? Это раз. Во-вторых, все транзакции, связанные с игроманией, ушадырил Исек Алисиджан, все со всего выплачиваются налоги. Это онлайн-система, которая сейчас строгая. Они с каждой операции платят налоги. Третье, Амина Каревора. Виваро, то есть владельцы Виваро, они имеют целую сеть разных бизнес-офисов, уважаемая. Մարատ Արցախցիներին, չէ, Արցախի բանդիտներն եք մեկ քննադատում։ Դուք ինչա կառավարության անդամների բարեկամն եք։ Леси, давайте отвлечемся на эту тему. Марат, да, пишет. Марат Джан, мы сейчас не говорим о карабахцах, но давайте я вам поясню.
Мы жестко критикуем телеведущих арцахского телевидения, генералов арцахского телевидения, подонков из службы национальной безопасности Арцаха. Мы жестко критикуем генералов. Они что, входят в список простых арцахцев? Ինչի մասին ես դու գրում, Մարատ ջան։ Դուք այդքան մարդ եք սպանել 44 օրվա պատերազմի ժամանակ։ Մենք չհարցնենք մեր եթերներում ով է սպանել այդ տղերքին։ Ինչի մասին ես դու խոսում։ Во-первых, այս եթերում այս թեմայով չեք մենք խոսում, բայց ես քո պատասխանը կտամ։ Արցախում 4000 տղա, որ զոհվել է 44 օրվա պատերազմի ժամանակ, 1600 մոտավորապես տղա սպանել եք դուք։ Ինչի մասին ես դու խոսում։ Ես չեմ խոսելու իմ եթերներում։ Ինչ է կարա դուք ձեզնից շատ խոսում։ Ուզում եք մենք մոռանանք, հա, դրա մասին, դուք ինչ քաքեր եք կերել։ О чем ты говоришь? И ты, и такие, как ты, не смей вообще рот свой открывать. Ինչ ուզում եմ նայել խոսում եմ եթերում։ Դուրը չի գալիս ու մի մոռացի, որ ես նալոգ եմ մուծում, որպեսզի քեզ որպես արցախցի 50000 դրամ տամ ամեն ամիս։ Տվարի կոնչինը։ Բա սա երաբլուրի մի մասը զոհվածներից ձեր արածնա։ Չխոսամ դրա մասին, չքննադատեմ ձեր գեներալներին։ Ես մեղավոր չեմ, ախպեր ջան, որ դուք այնքան պորնիկ եք, որ մարտի 1-ին 2008 թվականին 1000 սպա Ղարաբաղից եկել է ու սպանել երևանցիներին, հասկացար։ Ու չփորձես արա, ոչ դու, ոչ ուրիշ մարդ ինձ ասի, որ ես քննադատում եմ Ղարաբաղի գեներալներին կամ Ղարաբաղի ԱԱԾ աշխատակիցներին, կամ էլ ձեր պորնիկ հաղորդավարները Արցախի հեռուստատեսությունից, քանի որ դրանք բացի բոզությունից ոչ մի բանի ընդունակ չեն։ Ինչա պետք է ես իրանց գովան, եթե Արցախում այդքան տականք կա, ինչա պետք է գովանք իրանց։ Ինչի մասին եք դուք խոսում։ Լավ արցախցիներին մենք օգնում ենք ու աջակցում ենք։ Սրա մի հատնա է, մտել եմ եթերից ու ինձ բան նկատողություն անում։ Դուք ձեզ նկատողություն արեք։ Այն Ղարաբաղցիները, ովքեր իմ դեմ ինչ խոսում են, դուք ձեզ նկատողություն արեք։ Որ 44 օրվա պատերազմի ժամանակ դուք այնքան անասուն եք, որ դուք չեք օգնել վերավոր տղերքին եւ ահագին տղա զոհվել է, քանի որ դուք չեք օգնել։ Սրանց մի հատ նայ, արա ամեն օր հաչում են, շան նման հաչում են, ամեն օր։ Տենց հաչող շներեք, հաչեիք ադրբեջանցիների վրա, որպեսզի ձեր տները չխլեին ձեռից։ Մենակ հայի վրա եք կարում հաչեք, հա։ Մենակ հայի մեջքին եք կարում խփեք դանակով։ В этом эфире я вообще говорю на другую тему. Тварь конченая, что ты себе реплики бросаешь? Реплика կցողես, կցեր այդ ռեպլիկան 5 տարի առաջ, տղայեր, կրվեիր քո հողիդ համար։ Ձեր բլոգերները Ղարաբաղից եկած այդտեղ շան նման հաչում են եթերներում։ Տենց հաչող եք եղել, կրվեիք ձեր հողի համար։ Надоело, слушай, ну сколько можно говорить на эту тему? Мы разве в этом эфире говорим на эту тему? Սա մի հատ է, խի Ղարաբաղի գեներալները արդեն Արցախի անվան տակ ուզում են, որ իրանց քաքերի մասին չպատմեք, լսի ուշադիր, դուք այնքան անասուն եք ձեր գեներալները, որ բանկամատները քանդել են Ղարաբաղի բանկամատները, ու բանդիտի նման փողը վերցրել, հասկացար, դա մենակ անասունը դες բան անի։ Այնքան անասուն կա ձեր շարքերում, որ 35 տարի թմրանյութ են վաճառում Արցախի տղերքի վրա։ Սպանում են Արցախի տղերքին այդ թմրանյութով։ Դա ես չեմ արել, դա դուք եք արել։ Սրանով այդ թեման վերջացնում եք, հաջորդ անգամ չփորձեք իմ եթերների ժամանակ ռեպլիկա գցեք։ Այդ ռեպլիկան փոխելու եմ ձեր հետևը։ Ժորժան, ներողություն, շարունակենք մենք եթերը։ Շնորհակալ եմ։ Շարունակենք մեր եթերը, քանի որ թեման вообще ուրիշ է եւ նորից ներողություն իմ հետևորդներից, որ այս թեման մենք մի քիչ շեղվել ենք։ Եկեք, давайте вернемся к Вивару, да? Давайте вернемся к Вивару. Виваро это не только тотализаторы. Виваро это огромное количество других работ, включая там компании, которые, да, выполняют работу вместе с международными партнерами. Там работает огромное количество людей, которые никакого отношения к тотализаторам не имеют. Понимаете? Давайте, Жан, абсолютно правильно вы про него написали. Если бы он был бы порядочным арцахцем, порядочные арцахцы на меня не обижаются. Никогда. Кто меня критикует? Знаете, вот давайте я вам объясню, кто критикует из арцахцев. Я критикую шлюху с арцахского телевидения, ее папа, ее мама меня критикуют. Я критикую карабахского генерала, его жена, его сыновья жопу рвут. Потому что когда сын карабахского генерала смотрит Ромин
сюжет, где я говорю, что этот генерал убийца, мразь и ублюдок, сын свою жопу рвет, бегает по Еревану и жопу рвет. А правильно и делает Рома, что твоего папу позорит. Один Рома Багдасарян позорит твоего папу генерала. Правильно я делаю. Правильно я делаю. Если ты сын генерала и ты бесишься, что Рома позорит твоего папу, Рома делает так, что весь мир твоего папу матом кроет. И правильно я делаю. Понятно вам, сыновья генералов, которые жопу рвут? Плюю в лицо вашим папам, правильно и делаю. Если ты сын генерала или ты жена генерала, правильно я и делаю. Что твоего мужа я превратил в ноль. Понятно? А вы гавкаете, лайкаете против меня посты. Мне совершенно плевать. Один парень опозорил вашего мужа. Я так делаю, что сотни тысяч проклинают ваших пап. Это вам не нравится. Поэтому он и гавкает тут. Ну и гавкай в чате, гавкай в ютубе. Да мне плевать. Мне плевать. Сотрудники Шушинской тюрьмы, вы убивали людей, ваши жены жопу рвут в чатах. Да, ваши жены жопу свою рвут, что я вас критикую. Кто еще там жопу рвет? Сотрудники карабахских министерств? Жены офицеров? Или те негодяи, которые не пошли помогать раненым парням? Кто из вас жопу рвет? Нормальные карабахцы ко мне относятся хорошо, а жопу рвут те, кто сделали преступление. Когда я говорю, что только гандон может пойти чужой дом разрушить и построить чужими кирпичами свой дом, те карабахцы, которые ломали чужие стены, конечно, они злые. Почему злишься? Мне плевать на твое мнение. Если ты идешь в соседнем районе, ломаешь чужой дом и строишь свой дом, да, я считаю, что ты гандон. Какие вопросы у тебя есть? Я никогда не буду чужой дом ломать и строить свой дом. Если ты сломал чужой дом, ты гандон. Какие вопросы у вас есть? Если ты идешь в армянском доме, талан делаешь во время войны, я тебя критикую. Конечно, իրանց ատամը ինձ վրա սրված է։ Да. А что я могу сделать? Եթե դու թալանչի խախպի տղա ես, մտնում ես հայի տունը թալանում ես, ու ես քեզ ասում եմ Ղարաբաղցի ինչի ես Ղարաբաղցու տունը թալանում։ Ինչու՞մն է իմ սխալս։ Եթե դու բոզի ծնունդ ես, ես մեղավոր եմ դրա մեջ։ Եթե քեզ այդ ձև են դաստիարակել քո տանը, որ գնում ես հայի տունը թալանում ես, ու այդ թալանչին առավոտից երեկոյան ասում է Ռոման Բաղդասարյանը վատնա, չէ, դու ես բոզի տղա, որ հայի տունը թալանում ես։ Դու ես Ղարաբաղում ապրել 35 տարի ու գնում ես Ղարաբաղցու տունը թալանում ես պատերազմի ժամանակ, ես ոնց գովամ այդ ձևի մարդկանց։ Գովալու տեղ կա, որ ես գովամ։ Իսկ հերոս Ղարաբաղցին, հասարակ Ղարաբաղցին, ես ոչ թե գովում եմ, այլ ինչքան կարողանում եմ օգնում եմ։ Ու միշտ կայնած եմ այդ Ղարաբաղցիների մասին։ Критикуют меня. Критикуют потому, что половина преступники. Вы так и не поняли, да? Դեղի ժողովուրդը 50% հանցագործ են։ 50%-ը 40-50 հազար մարդ է։ Մեկը ուրիշի տուն, ադրբեջանցու տունն է թալանել, մեկը հայ տունն է թալանել, մեկը Արցախ բանկում ֆալշիվը քարտա սարքել, մեկը բանտում մարդիկ է սպանել, մեկը զենք է գողացել, մեկը ուտելիք է գողացել, մեկը բենզին է գողացել։ Գրեթե 50% հանցագործ են։ Конечно, քննադատելու են ինձ։ Բայց եթե ես իրանց վրա հարձակվում են, իրանք ոնց կարան լռեն։ Ու ես չեմ մեղավոր, որ դու մինչև 88 թիվը եղել ես հոյակապ մարդ ու քեզ սարքել են անցագործ։ Ու քեզ սարքել են հանցագործ։ Քեզ սովորացրել են գողանալ, փայ հավաքել, ուրիշի մեջքին խփել։ Եվ իմիջիալը ժողովուրդը մեղավոր չեն։ Մեղավորները բանտում նստած են։ Այն պորնիկների խումբը Բաքու որ նստած է։ Իրանք են դա սովորացրել ես մարդկանց։ Давайте вернемся к Вивару. Понимаете, мы сегодня говорим о олигархах, о бизнесменах, и мы отошли на другую тему, понимаете? Да, видимо, я очень сильно вот, их обижаю, что не могут заткнуться. Давайте вернемся к простой теме, друзья мои. Спасибо, Марина Джан. Виваро – это не только тотализатор, это огромное количество разных функций, где люди получают зарплаты. Давайте так. Если человек азартный, если он хочет играть, он проигрывает деньги в карты, он может просто играть в блот, проиграть деньги, да.
Спасибо, Артур. Если человек азартный, он будет играть в Грузии, он будет играть в Турции, он будет играть в Монако, он будет играть в Египте в казино, да? Вот мы должны понимать, что азартный человек, который хочет играть и проигрывать, ему плевать. В Вивару он будет играть, онлайн будет он играть. То есть те люди, которые будут играть, Барьерико, Соня Джан, те люди, которые будут играть, они все равно будут играть. И тогда эти деньги останутся не в Вивару, а в другом каком-то месте. Понимаете? Человек, который азартный, он бездельник, он ленивый. Он хочет за 2 секунды, да, он хочет за 2 секунды заработать деньги. Неважно, сколько будет в стране таких бизнесменов, как Виген или Вивару, меня никто не может заставить даже $100 пойти и сделать ставку. Никакие рекламы, никакой, да, как бы там друг, никто меня не может заставить играть. Я никогда не буду играть, я никогда не буду рисковать даже $10. Я $10 пойду куплю кефир, но я не буду играть. И если наши родные, наши близкие, наши друзья играют, то они ошибку совершают. Я понимаю, что этих играющих много, но я не боюсь сказать. Человек, который играет, человек, который ставки делает, да, это бездельник, это ленивый человек. Я считаю, что человек не должен играть ни в какой тотализатор. Будь это Виваро, будь это в Турции. Я говорю, ни в казино, нигде. Человек не должен играть. Нельзя свои деньги играть. Деньги, которые ты заработал, ты не можешь этими деньгами рисковать и проигрывать эти деньги. И у нас в Армении полно работы. Каждый человек пусть работает и живет. Зачем играть? Зачем? И будет у нас Виваро, не будет, азартный человек будет играть. Понимаете? Это реально так. И люди, которые думают, что Виваро разрушает дома, они не способны глубоко думать. Причем тут Виваро? А до Виваро наши мужики не играли в карты, в казино? Нет? При Серже Саркисяне люди не проигрывали в Шангри-Ла миллиарды? Не проигрывали? Давайте подумаем. В Лас-Вегас не летали, Сашик не играл там в казино. То есть в Лас-Вегас туда не ехали. А сейчас онлайн, сейчас можно через приложение онлайн игры играть. Игромания – это болезнь, пишет Геворг. Это правильно. Это правильно. Но я говорю, меня никто не может заставить играть. Понимаете? Люди, которые играют, сами идут, играют и проигрывают. И говорить, что Виваро делает свадьбу за счет разрушенных домов – это глупость. У него очень много других компаний, которые приносят ему деньги. Քնարիկ ջան, դուք գրում եք Ռոման ջան, քրնիկով փող աշխատողը չի գնա խաղատուն։ Ցավոք սրտի, մեր տաքսիստների մի մասը գնում են խաղում են։ Տաքսիստները առավոտից երեկոյան քրնիկով են աշխատում այդ գումարը, բայց տաքսիստը գնում է ու խաղում է։ Մի քիչ սա, գիտեք, քնարիկ ջան, այդքան էլ ճիշտ չեք դուք գրել։ Ցավոք սրտի, ես как раз-таки զարմանում եմ։ Գիտեք ինչից։ Ալեքսանդր ջան, հալյան բոմժը դուք եք դարել, ցավը տանեմ, 2020 թվից դու ես դարել բոմժ, ախպեր ջան, ու այնքան է կարևոր իմ եթերս, որ դու մտնում ես իմ եթեր ու փորձում ես ինձ բան գրես։ Ախպեր ջան, ճիշտ ես անում, որ իմ եթերս նայում ես, քո ոռդ այնքան պետք է մռմռա, որ մտնես իմ եթերս։ Այդքան է քեզ պատասխանեմ։ Հիմա տեսեք, как раз-таки ահագին աշխատող մարդ իր գումարը խաղում է ու այսպես ասած իր աշխատածը 0 է դառնում։ Այնպես որ ցավոք սրտի տենց է, բայց для меня вообще непонятно, для меня непонятно, как можно целый день работать и пойти эти деньги проиграть. Для меня это непонятно, как такое можно сделать. Я бы никогда так не сделал. Вот такой был небольшой эфир, друзья. Всем хорошего настроения. Айо, Седаджан, айо. Всем хорошего настроения. Не обращайте внимания на все эти скандалы. Извиняюсь, ներողություն, որ մի քիչ կոպիտ խոսացի այդ պրովոկատորների հանդեպ, ամեն ինչ լավ է ու ձեզ լավ տրամադրություն, ամենակարևորը երջանկություն եւ առողջություն, Ժորժ ջան, նորից ներողություն, որ մի քիչ կոպիտ պատասխանեցի այդ պրովոկատորներին, ու եկեք ոչ մեկին չնախանձեք։ Եթե մարդկանց սպանում են, այն վաղ նախանձելու եք։ Եթե նալոգը չմուծեն կամ պետության դեմ գնան, քննադատելու ենք։ Իսկ այդ բիզնեսմենները
Ես ինչքան գիտեմ, իրանք միշտ մարդկանց հետ են, ժողովրդի հետ են։ Իսկ խաղացողների համար ես ցավում եմ, մեզ ունեն մեկ բարեկամներ, մեզ ունեն այդ ձևի խնդիր, այնպես չի, որ ես չգիտեմ դա ինչ խնդիր է, եւ դրանք ովքեր խաղում են տունն են քանդում իրանց, հա, եւ մեղավորը, դա, спасибо, մեղավորը նա չի, ով վիվարոյա պահում կամ կազինո Եգիպտոսում։ Մենք ինչ է, Եգիպտոսում մարդիկ գնում են հանգստանան Եգիպտոսում, ձեր ամուսինը գնում է կազինոյին փող այնտեղ ծախսում։ Դուք գիտեք ինչքան փող է ինքը այնտեղ ծախսում, ինչքան այնտեղ կազինոյում գումար թողում։ Մենք գնում ենք Եգիպտոսում կազինոյի տնօրենին կֆրտում եք։ Ես օրինակ չեմ մտնում կազինո, քո ամուսինն էլ թող չմտնի, քո տղան էլ թող չմտնի։ Հասկանում եք։ Да, ирок тенца, потому что они могут просто играть, я говорю, в карты и проигрывать деньги. В нарды можно проигрывать, да, что угодно. Всем процветания и всего хорошего.